Անի տարեկան ես դու։ Բա որտեղից այդ պոլիտբյուրոյի մտածելակերպը ձեր մեջ նստած։ Հայ մարդ բիզնեսում չկա ինքնարժեքով, հասկանում ես։ Չկա տենց բան։ Ամենալիբերալ ազգն ենք մենք, արա որտեղից է պոլիտբյուրոն ձեր մեջ, սաղիդ մեջ։ Չկա տենց բան։ Մեռնելու է դա։ Բա որ ծրագիրը դնում եք։ Նպատակ չեք դնում։ Եղբայր, ես փող ծախսելուց հասկանում եմ հետևյալը։ Փողը ծախսում ենք, այսքան շահույթ ենք ունենալու, այսքան աշխատատեղ ենք ունենալու, այսքան մուլտիպլիկատիվ էֆեկտ ենք ունենալու, այսքան հարկ ենք ունենալու, այսքան շահույթ ենք ունենալու։ Դուք պետք է ունենաք այն հատ ռեցեպտ շահստյա։ Ինչ է նշանակում դա։ Օրինակ, ես գյուղը կարող է բերքա, մերքա, ես այն, որ մենք բերենք իրանց չրանոցներ, լոկալնի տներում, այս մարդիկ երջանկանալու են։ Այն Շիրակի մարզում, այն առանց գազի պառնիկներն է։ Այն մյուստեղ բաս են համակարգում բրիկետներն է, օրինակ եմ ասում։ Այն հատ գործիքակազմ եք անում։ Ես մյուս շաբաթ հանդիպում եմ 20-30 համայնքների ղեկավարների հետ։ Պրինցիպը հետևյալն է, ամեն մարզից 2-3 համայնք, որոնք որ չեմպիոնսկի ծրագիր են գրել, որոնց հետ կարելի է աշխատել։ Բացի դրանից մենք այս 20-30 համայնքին խնդրել եմ, որպեսզի իրանք նենց համայնք ընտրեն, որտեղի գյուղի քյոխվա ունենա։ Որին գալիս են ասում են, լսի, մենք գիտենք ինչ անենք։ Դու չես գալու հետո ընկնես, էքսպլուատացիա անես, շինարարություն անես, մի անգամ փող ես տալի։ Մենք է կողքդ ենք կանգնում, 20-30 գյուղ երջանկացնում ենք։ Այս 10 հատ գործիքակազմը պետք է ունենաք, որը մինիմալ գներով գյուղը մենք կարող է սաղ տեղերը չհասնենք, բայց գոնե իմանանք, որ ես օրինակի համար այդ գյուղի քյոխվեն գալիս եմ ասում եմ ինչ անեն, ինձ բացի գազալցակայան կառուցելուց ու վետերով կառուցելուց մի հատ ծրագիր տան, որ զբաղվածության խնդիր լինի։